Ամեն մարդու հետ պետք է խոսես իր լեզվով, որ իրեն հասկանալի լինի։ Բոլոր նրանք, ովքեր 2026-ին որոշել են ընտրեն 16-ին, դուք ընտրում եք թուրքացում, դուք ընտրում եք ձեր որդիների հերթական սպանդը, այդ որ ասում է դու ինչի չես զոհվել, Նիկոլը, որ ընկնում է շիզոֆրենիայի ալիքի տակ, որ սկսում է հոգե խախտվել, այդ նոպաների ժամանակ, նա ասում է այն ամենը, այն ամբողջ մաղձն է դուրս տալի, միշտ ինչը որ իր հոգու խորքում կա։ Ու այն որ ասում է, ինչի դու չես զոհվել, դա իր ցանկությունն է տեսնել վերջին հային առնաթաթախ, որովհետև ինքը թուրքի ճուտ է։ Կոլիկ ես անգամ թույլ չենք տալու մեր երեխեքին խժռես։ Չես լապելու, դու էլ հայ արուն չես լակելու, հերիք է, բաստը Նիկոլ։ Հիմա անդրադառնանք պաշտպանությանդ բանակին նորից, որովհետև բանակը դա իմ թույլ տեղն է։ Ու ոնց հասկանում եմ, մեր երկրի էլ թույլ մասն է։ Անդրադառնամ մնացածներիդ, այդ որ Աղաջանյան կամոյին պահում ես, ում որ թուրք եղբայրը թուրք է, նրանց հայրը ադրբեջանցի է, դա փաստ է, փաստացի է, դա բամբասանք չի, իմ ասածների մեջ մի հատ բամբասանք չկա, ու ես բոլոր պատերազմի մասնակից տղաներին, պաշտպանության բանակի բոլոր են տղաներին, որոնք որ չեն ուզում իրենց անունով բարձրաձայնել օրինախախտումները, կխնդրեմ, աղաչում եմ նորից տղերք, ոնց որ մինչև հիմա ինձ ուղարկում եք բոլոր փաստերը, ուղարկեք ինձ, դա պետք է բարձրաձայնել, դավաճանությունը չպետք է քողարկել, որովհետև այդ հիմքում մենք կորցրինք Արցախ, ու հիմա Հայաստան ենք կորցնում, հաջորդ քայլը Սյունիքն է լինելու, եթե Նիկոլը վերարտադրվի։ Եթե Նիկոլը վերարտադրվեց, մենք չենք ունենալու Սյունիք, մենք ունենալու ենք թուրքացում, որովհետև հանուն իրաթորի, Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, իսկ քեմալական պայմանագիրը, վաղուց արդեն ստորագրել է նրա ամեն բառի տակ, ու դուք քեմալական պայմանագրում մաքուր մարդ մանգալով, ուղղակի ինքնախաբեությամբ եք զբաղվում, ավելի հեշտ բարդելում կույս մարմնավաճառ կգտնեք, քան ՔՊ-ում մաքուր մարդ։ Հիմա Աղաբեկյան Արտուրի և Աղաջանյան կամոյի կտրած ծառերը, Հադրութից Շուշի տանող ճանապարհին, որը որ թուրքի ճանապարհը բացեց, Պոպոքի հսկայական ծառեր կտրելը և դրոնների համար ճանապարհ բացելը, առևտուր էիք անում, հա? Այտենց լավ տղերք էիք դարձել, Ղարաբաղի դարավոր պոպոքները կտրել էիք, որպեսզի ձեզ բիզնես անեք, թե թուրքի ճանապարհը բացեցիք, որ Շուշի մտնեն հեշտ, առանց ճանապարհը կորցնելու, դա ուղեցույց դարձավ թուրքերին ի դեպ, ասեմ ձեզ, այն որ կուճուրմշիկին տարել փակել եք, Շուշին հանձնելու համար, ու մինչև հիմա մեղադրանք չեք կարողանում ներկայացնել, բացի այն, որ ասում եք Շուշին հանձնել է, մի մոռացեք, որ այդ Շուշին հանձնելու ժամանակ շտաբի պետ ա եղել հենց քո խորհրդականը Կապիկյան, հենց այդ նույն Վարդանյան կամոտ, թիվ կամոն, որ ասում էր ես թվանոց տղա եմ, այդ թիվ կամոտ ա եղել շտաբի պետը, ու ոնց ա ստացվում, որ պաշտպանության բանակի հրամանատարը մեղավոր է, պաշտպանության բանակի նախարարը չէ, գերագույն գլխավոր հրամանատարը չէ, շտաբի պետը չէ, այդ ոնց ա տենց ստացվում, այսինքն գտել եք մեկին, ում վրա կարելի էր բարդել, ընդ որում նրան եք գտել, ով որ այսպես ասած պատպիսկա չի եղել, չէ ձեր այլանդակությունների տակ։ Ժողովուրդ, այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան 55-ամյակն է, և ես ուզում եմ ի սրտե շնորհավորել նրա ծնունդը օրհնությունն էր մեր ազգի համար և հուսանք, որ շուտով մեր բոլոր տղերքը
Աշոտ Երկաթը, Բակրատ Սրբազանը, Վարդանյան Արտուրը, մնացած մեր պատերազմի մասնակից տղաները շուտով մեր հետ կլինեն ու մենք կկարողանանք ստեղծել նորմալ Հայաստան, կկարողանանք փշուրներից նորից հավաքել բանակ, քարը քարին դնել ու թույլ չտալ, որ Հայաստանը Նիկոլստան դառնա վերջնականապես։ Հիմա ինչ վերաբերվում է Նիկոլ քո հոխորտանքին, իմ հարազատներից մեկի հանդեպ։ Հիմա ես կասեմ շատ կոպիտ ու կխնդրեմ, որպեսզի ես կտորս չջնջվի, որտեվ ես դրա տակ ստորագրում եմ։ Քոսոտ թուրքի շուն։ Դու Փոստանջան Զարուհու ոտի փոշին չարժես։ Դու այդքան աճել ես, որ հիմա կարողանում ես Զարուհու տիպի հայրենասեր աղջկան նեղացնել կամ վիրավորել փորձել, չնայած դու ով ես որ նրան կարենաս նեղացնել, բայց մոռացել ես, որ կոշում դողում էիր, լացում էիր, որ քեզ պաշտպանի, որ թույլ չտա, որ քեզ հանցագործ աշխարհի տարերը քո կռիսության համար ծամեն, որ փորձեցին այդ ժամանակ, որպեսզի ողջ մնաս, մի ամբողջ գիշեր քեզ իզոլացնել։ Չասեմ չէ ովքեր, չասեմ քեզ ինչ էին արել, որ կնոջ ներքնաշոր էին հագցրել։ Բերանս բացել չտաս կոլիկ, գիտես, որ ամբողջ կեղտդ գիտեմ։ Թողեք հանգիստ մնանք, հանգիստ մաքրվեք էլի մեր երկրից։ Հանգիստ թողեք գնացեք, ինչ եք ուզում ես խեղճ ու կրակազգից, արա։ Ես այսօր եկել էի ու ինքս ինձ համոզում էի, որ չանցնեմ ոչ մի սահման, բայց եկել էի, որպեսզի հերթական անգամ ասեմ այն ճշմարտությունը, որը որ միշտ իմ ժողովուրդը սպասում է կոնկրետ ինձնից, իմ տիպի մարդկանցից։ Ժողովուրդ ջան, հարցնում եք բաում ընտրել։ Ես կարող եմ ասել միայն իմ փոխարեն։ Ես ամսի 7-ին ընտրելու եմ 17-ին։ Բայց դուք գնալուց առաջ ընտրության ամեն մեկդ մտածեք մի պահ միայն մի բան։ Ընտրեք նրան, ում հետ համահունչ է ձեր գաղափարը, բայց հիշեք միշտ մի բան։ Միշտ նայեք դեպի Եռաբլուր, նայեք Արարատին ու նոր գնացեք ընտրության։ Ու եթե դուք չեք ուզում, որ վաղը ձեր երեխաներից որևէ մեկ Աստված մի արասցե կարոտ պահի բոլորին հայտնվի Եռաբլրի շարքում, դուք չեք ընտրի Նիկոլ, չեք ընտրի 16 ու նրա արբանյակներ, այդ թվում 11 համարը, որ Արամի քույրիկն է Վազգենի, եւ նման մի քանի արբանյակներ, այնտեղ չգիտեմ, այն որ իբր թե Հունանյան նայերիներ տեսել են Ապուշին, Բաբաջանյան կոչված, եւ նման մի քանի թափթփուկի, որովհետեւ նրանց ձայները դա Նիկոլի ձայներն են։ Երկիրը պետք է հանել այս քաոսից, ու երկիրը կարող է այս քաոսից հանել միայն ուժեղ տղամարդը, տղամարդու բռունցք է պետք, որ կարողանա զարկել սեղանին, ու որ այդ տղամարդու ասածը արժեք ունենա, կամենաս ենթարկվել, ուզենաս կատարել, որ դա ճիշտ լինի։ Ու այն ամենը, ինչ որ Նիկոլը ավերել է, այդ ամենի համար պետք է պատասխան տա ՔՊ-ն ու Նիկոլը։ Նիկոլ ու Աննա Ակոբյանը հանցակիցներ են դրանք, անկախ նրանից իրանք ամուսիններ են, ամուսիններ չեն, դա ոչ մեկիս հետաքրքիր չի։ Նրանք հանցակիցներ են ու համատեղել պատասխան պետք է տան։ Իսկ նրանք, ովքեր վախենում են պատերազմից, վախեցեք խաղաղ կոտորվելուց, Եղեռնից վախեցեք հերթական, թուրքացումից վախեցեք, ձեր աղջիկներին, թուրքերին հարճ տալուց վախեցեք, ոչ թե պատերազմից, ոչ մի պատերազմի մասնակից հավատացեք, կյանքում պատերազմ չի ուզի, որովհետև այն ինչը, որ դուք էկրաններին եք տեսնում, մենք սեփական աչքերով ենք տեսել, որովհետև մենք գիտենք ինչ է, կորցնել ընկերոջդ, հարսի շորդ կախած թողել պատից, որովհետև նշանածը ձողված է,
որովհետև ձեռքերիդ վրա է զոհվել։ Եկեք վերջապես հասկանանք, որ սա երկիր է, ու ընտրելով երկրի առաջնորդ, մենք ընտրում ենք երկրի առաջնորդ, ոչ թե ամեն մեկս մեր համար տղամարդ, մենք ընտրում ենք երկրի ուժեղ առաջնորդ, եկենք ընտրենք այնպիսի մի մարդու, որի համար չամաչենք, երբ դուրս գա բանակցությունների, որի առաջ թուրքը գլուխը խոնարի, ինչպես միշտ խոնարում էր։ Իմ համախոհներին, իմ ընկերներին, ինձ վստահողներին ես առաջարկում եմ ընտրել Ռոբերտ Քոչարյան։ Ես առայժմ այս պահի դրությամբ, այս իրավիճակում ուրիշ ավելի հարմար թեկնածու չեմ տեսնում։ Իմ ընտրությունն է ամսի 7-ին, համար 17-ին։